Հերզես, ես գյուրելյար մարկն եմ, ես գնազել եմ տիկնիկնային թատրոն, որը ուրախացյան բալանին ներգրակայացում էր։ Կար մի հատ աղջիկ կար, որ ինքը շատ էր սիրում կարդալ և խաղալ։ Իրա պապիկին հարցրեց, որ ինքը գիրքը կարդար, բայց ընենց էլ էդ խառնված էր գրքերը, էդ մյուս ինչ-որ էջի մեջ շուն ու կատուի մեջ էր և կարմիր գլխարկի մեջ ուրիշ հեքիաթների մեջ տեղափոխվել և պապիկ ասաց, ոչ ես չեմ կարող քեզի պատմեմ իմ աղջիկ ջան։ Եվ ինքը հայտնվեց գրքի մեջ և փորձում էր հերոսներին դասավորել։ Եվ ինքը տեսավ մի հատ ծաղրածուն ասաց, ես քեզի ինչ կարամ անեմ, ես կարամ ինչ ասես, ես կարամ քեզի օգնեմ։ Աղջիկ ասաց, շատ եմ խնդրում քեզ, ես այսօր միամիտ իմ գրքի հերոսները պատռել եմ և սաղ իրար դասավորել չեմ կարում գտնել, որը որտեղ է և ինչ անեմ, կարաս ինձ օգնես։ Ծաղրածուն մտածում և ընենց էլ ինչ-որ ինքը չմտածեց մի բան։ Ինքը մի հատ աղջիկը տեսավ մի հատ տիկնիկ, ինքը էդ տիկնիկներն էր ինչ-որ խառնվել իրար ուզած տիկնիկները ընենց էլ չգտավ, բայց ընենց էլ գտավ մի հատ էլ և ասաց, բայց էդի իմ փերին չէ և շպրտեց, բայց էդ տիկնիկը ինքը կախարդ էր, ինքը դառավ իսկական տիկնիկ։ Նա ասաց, ինչու դու ինձի գցեցիր, դու իմ ձեռքն ու ոտքը, մարմինս, սաղ մարմինս ջարդեցիր։ Աղջիկը ներող էր, կներես տիկնիկ ջան, բայց դու ոնց ես այդքան սիրուն, դու կախարդ ես, դու փերի ես, դու իսկական տիկնիկ ես։ Նա ասաց կախարդը, այո, ես բարի փերի եմ, բայց դու ինձի կոտրել ես, ես հիմա ջղայն եմ, որ դու ինձի կոտրել ես։ Նա գնաց, ընենց էլ ծաղրածուի հետ ընենց էլ չգտավ, բայց էդ կախարդը գնաց և ուզում էր էդ ծաղրածուին բռներ։ Ծաղրածուն փախնում էին իրանք, բայց չգիտեին, որ կախարդը ուզում էր ծաղրածուին բռներ։ Նա մի հատ այսինքն բաներ բռներ, կախարդը ինչ-որ բաներ բռներ զամբյու, այսինքն մեծ բաներ ինչ-որ, որ ինչ-որ այսինքն նկարած էր և ինքը ոնց որ թե էդի լիներ ինչ-որ բան։ Իսկ աղջիկը օգնեց։ Աղջիկը, բայց ընենց էլ չգտավ, բայց ընենց էլ ինքը, իրանք տեսան կախարդին, իրանք փախնում են և կախարդն էլ իրա հետևից էր գալիս։ Կախարդը ընենց էլ չբռնեց, բայց հետո որ քայլում են ծաղրածուն ու աղջիկը տեսան գայլին և նապաստակին։ Նապաստակը ուժեղ էր, գայլն էր վախում էր։ Նա փախնում և ընենց էլ մի հատ էլ կախարդը նորից եկավ և ասեց, հա, ես ձեզի գտա և նա և նապաստակին և գայլին թելից կապել էր։ Իրանք քնած էին և ինքը կախարդել էր, որ նապաստակ արդեն վախում էր գայլից, ինքը կախարդել էր իրան։ Եվ աղջիկն ու ծաղրածուն արագ փախան։ Եվ կախարդը
հետո մի քիչ հետո նա ծաղրածուն ասում էր ես ինչ-որ չգիտեմ ոնց քո հեքիաթների տեղները գտնեմ բայց աղջիկը ասաց ոչ մի գնա ես պետք է դեռ գտնեմ դու ինձ շատ ես պետք Դե կարողացավ աղջիկը գտնել։ Վերջը աղջիկը նենց էլ կարողացավ գտնել նա ծաղրածու կախարդին տարել էին բանտ այսուս պապիկ էր մի հատ և այդ պապիկը շատ ոնց որ թե շատ վատ լիներ Նա հետո մի հատ տեսավ ինքը այսից տղային, բայց ոնց որ թե շունիկ էր, ծիծաղում էինք մենք, նենց էլ մի հատ աղջիկ էր վրա, որը իրեն պատժում էր։ Նա բանը Աղջիկը կարողացավ հեքիաթի հերոսներին իրենց տեղերում գնել։ Հա, կարողացավ։ Նա հետո ուզում էր ծաղրածուին ասեր ծաղրածու կարող մենք գտնելու ենք հեքիաթները ես չգիտեմ իրենք էլի էին մտածում երկրորդ անգամ մտածում և հետո տեսան այն տեսան մի հատ են աղջկան և իրենց հետևից էր գնում, բայց իրանք չփախան, պրոստը տեսավ, որ են աղջիկը գնաց, մյուս աղջիկը գնաց երկրորդ, նա տեսավ մի հատ շունը, որը պարկած էր, ինքը ասում էր, դու գնացեք, ինքը շատ ջղայն է, ինքը ինձի պատժում է, ծաղրածուն ասաց, դու ինչ ես ուզում ասես, ես քեզի ինչ ասես, ես կարամ քեզի դարձնեմ։ Շունը հաչում էր, հավ, ես ուզում եմ դառնամ թագավոր։ Եվ նա դարձրեց իրան թագավոր։ Եվ հետո Բոլոր հեքիաթի հերոսները, որ իրենց տեղերը գնացին, պապիկը ուրախացավ, պատմի վերջը։ Պապիկը շատ էր ուրախացել և աղջիկը իրան պատմեց այդ հեքիաթները և աղջիկը շատ ուրախացավ։ Ծեսուն ձեզ։